Եվրոասիական կապիտալի շուկաների միության ամենամյա Confias 2025 հոբելյանական 30-րդ համաժողովը Երևանում էր։ FIAS Չեմպիոնների լիգայի մրցանակաբաշխության Նամերիա բանկն արժանացավ բրոնզե մրցանակի պարտատոմսերի շուկայում ակտիվության համար։ Bronze winner is Ameria Bank. Congratulations. Իրադարձությունը բացառիկ է։ Առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է այս հեղինակավոր մրցանակին։ FIAS-ը 2018 թվականին ներդրեց այս մրցանակաբաշխությունը։ Մենք անվանում ենք դա Չեմպիոնների լիգա։ Յուրաքանչյուր շուկայից ընտրվում է 3 լավագույն շուկայի մասնակից։ Շուկայի մասնակիցներն են ներդրումային ընկերություններ, բրոկերային ընկերություններ, բանկեր։ Մեզ համար այսօր մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն ըստ էության պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է։ Առաջին անգամն է, որ ֆեդերացիան մրցանակ է շնորհել հենց հայկական ֆինանսական կազմակերպությանը տարածաշրջանի խոշոր տարբեր մասնակիցների մեջ։ Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար 300 մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները։ FIAS-ը որպես ֆոնդային բորսաների միություն ընդգրկում է բազմաթիվ բորսաներ, եւ այս մակարդակի մրցանակ ստանալը հսկայական քայլ է ցանկացած շուկայի կամ ընկերության համար։ Սա վստահություն է, ճանաչում է եւ կարեւոր ազդակ միջազգային ներդրողներին։ Ամերիա բանկի MyInvest հարթակը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին, այդ թվում նաև պարտատոմսերի շուկայում իրականացնել բազմաթիվ գործարքներ, ցուցաբերել մեծ ակտիվություն եւ դրանով նպաստել թե բորսայի ակտիվության բարձրացմանը եւ ընդհանուր առմամբ կապիտալի շուկայի զարգացմանը եւ արդյունքում նաև տնտեսության զարգացմանը։ Այս մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց, խթանելով համագործակցությունը եւ հետաքրքրությունը։ Confias 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից։